այսօր սպարապետի ծննդյան օրն է եւ բոլորը, ովքեր գոնե մեկ անգամ իրեն տեսել են, շփվել են, իր մասին հիշողություններն են ներկայացնում, կխնդրեմ դուք էլ պատմեք, ինչպիսին էր սպարապետը, ինչ հուշեր ունեք։ Ճիշտ ասած, մեր համար այսօր համ հիշատակի օր է, համ ծննդյան օր է, եւ մենք պարտավոր ենք այցելել մեր սպարապետի շիրիմին։ Սպարապետին ես առաջի անգամ հանդիպել եմ 90 թվականին։ Մենք մեր ջոկատով, գյուղի ջոկատով գնացել ենք Երազք, այնտեղ ենք հանդիպել մենք իրեն։ Մենք գոսորդական ռացաններով ենք, ինքը մոտեցավ մեզ, ասեց շատ մոտիկ չգնաք առաջ, որովհետև կարող է թշնամին այնտեղից ավտոմատներով կամ կարաբինով կարա կրակի, որովհետև հեռու է կրակում։ Իսկ այս գոսորդական ռացաններով մենք շատ մի 100-150 մետր կարողանանք խփենք։ Դե ինչ ասեմ, մեր սպարապետը շատ պատգամներ ուներ։ Ափսոս այդ պատգամների կեսը կատարվեց, մնացած պատգամները մենք չկարողացանք շարունակենք, ավաղ ինքը մահացավ 99 թվականին այդ չարագործների ձեռքով եւ իր պատգամները, իր գործերը կիսատ մնաց։ Այսքանը կարամ ասեմ, ինչ ասեմ։ Մենք էլ պարտավոր ողջ լիներ 2020 թվականը կլիներ կամ այդ պատերազմը ինչ ելք կուներ։ Չէ, գիտեք ինչ կասենք, եթե սպարապետը կենթանի լիներ, ողջ լիներ ավելի շուտ։ Պատերազմը կարող է լիներ, կարող է ուշ լիներ, կարող է շուտ լիներ, ոչ մեկը չի կարող ասել։ Բայց որ սենց չէր լինի, դա 100%։ Որովհետև ինքը կարողանում էր համախմբել մեր ժողովրդին, մեր ազգին, մեր սփյուռքին, ինքը կարող է համախմբել, մի օրում կարող էր ինքը միանգամից բոլորին համախմբել։ Դավան ավաղ ինքը որ կենթանի չի, արդեն մենք չենք կարող ոչ մի բան ասել նրա այդ 20 թվականին, ոնց կլեր, ոչ չէր լինի։ Ասացիք, որ շատ պատգամներ ուներ, իր պատգամներից որն է, որ հիմա արդիական է շատ հատկապես։ Դրա իր պատգամները այն էր, որ մենք ազատագրել ենք Արցախը եւ դրանից հետո պետքա Արցախին ստատուս տվեր, որ ասենք ինքը ինչ անկախ պետություն է, թե միավորում ենք Հայաստանին, այ իր վերջնական պատգամը դա էր։ Ավաղ այդ պատգամը նա չտեսա, մենք էլ չտեսանք։ Այդպես կիսատ մնաց իր պատգամը։ Իր հիմնական պատգամը այդ էր, որ Արցախը տենար ազատ, անկախ կամ միացված Հայաստանին։ Իր պատգամը այդ է իր, ասենք։ Եվ իր պատգամը դրա համար եմ ասում, պատգամիներից կեսը կատարվեց, նա կարողացավ ազատագրել Արցախը, բայց մնացած կեսը, որ պետք է ինքը իր պատգամները շարունակեր, նա չկարողացավ եւ չտեսավ։ Իր պատգամը հիմնական դա է։